Ես խոստանում եմ լինել ավելի հակիրճ, եթե թույլ տաք շարունակել իմ հարցադրումները։ Պարոն Պողոսյան, ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել էլի հմեկի հարցազրույցում հնչեցված ձեր մտքի հետ կապված, ոնց որ լավ չի ստացվում այդ հմեկի հարցեր մոտ հետագայում ազգային ժողովում հակասության մեջ են մտնում ձեր հնչեցրած տեսակետները, դուք հայտարարեցիք, որ Փարաքարում սպանությունը, որը տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի սպանությունը եւ ոստիկանության օպերատիվ աշխատողի սպանությունը բացահայտված է։ Բայց մենք բոլորս գիտենք եւ կարծում եմ դուք էլ գիտեք, որ բացահայտված է առնվազն կատարողների մասով եւ մենք բոլորս նաեւ լսել ենք այն հայտարարությունները դժոխք կողմի սպանվածի հարազատների, ովքեր որ շարունակում են ենթադրյալ պատվիրատուների մասին կասկածներ հայտնել։ Եվ նաև դուք այդ հարցազրույցի ժամանակ ասում եք, որ կողմերի միջև երկար ժամանակ եղել է լարվածություն։ Կողմերից մեկը պարզ է Վալոդիա Գրիգորյան, ընդդիմադիր համայնքապետ, որը որ ջախջախիչ պարտության էր մատնել իշխող քաղաքացիական պայմանագրին։ Բայց կողմերից երկրորդի մասին դուք ոչինչ չեք ասում։ Ո՞վ էր այդ երկրորդ կողմը։ Եթե երկրորդ կողմը այն սպանություն իրականացնող անձն էր, ապա բոլորը գիտեն Փարաքարում, որ սպանություն կատարողը եւ Վալոդիա Գրիգորյանը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել, նաեւ հաշվի առնելով գուցե տարիքային տարբերությունները։ Համենայն դեպս այն մարդու մասին եմ խոսում, ում դուք մեղադրում եք սպանություն կատարելու մեջ, իսկ օժանդակողը ընդհանրապես չի ընդունում իր մեղադրանքը եւ դա ձեզ պետք է որ հայտնի լինի։ Հիմա ես ուզում եմ հետաքրքրվել ինչու է քննչական կոմիտեն որոշակի կաշկանդվածություն դրսևորում, արդյոք դրա հետ կապ ունի այն իրողությունը, որ մի կողմը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն են, դրա համար դուք միայն բավարարվում եք ախտոյան եղբայրներից մեկին երկու անգամ հարցաքննության հրավիրելով, իսկ մի եղբայրը, որը որ սպանությունից առաջ երկրից հեռացել է, եւ նրան տարել եւ զվարթնոց օդանավակայանն է ճանապարհել այն անձը, ով այսօր մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, դուք այստեղ այս կապը ինչ որ չի հնարավոր չի լինում բացահայտել։ Ես ուզում եմ ձեր կաշկանդվածության մասին անկեղծ խոսեք, որտեղ դժվար թե հմեկում դրա մասին խոսեիք։ Եվ երկու կարճ հարց եմ ուզում հնչեցնել բիզնեսի տուգանքների մասին մեր գործընկերը նշեց, բայց ես կուզեմ դուք իհարկե խոստացաք որոշակի քննարկումներ այդ թեմայով։ Ես ուզում եմ այնուամենայնիվ մի բանի վրա ուշադրություն դարձնենք։ Նայեք, դուք անիֆով ասում եք 1.5 միլիարդ դրամի չարաշահման բան եք բացահայտել եւ մի խմբագրեք Տիկին Վարդանյան, ես իմ հարցերը հնչեցնում եմ։ Դուք ասում եք 1.5 միլիարդի որոշակի չարաշահումներ եք հայտնաբերել, բայց դուք միանգամից չեք ստիպում, որպիսի որևէ մեկը վերականգնի։ Բայց երբ որ գնում են գործարարների մոտ ստուգումների, հարկային ծառայությունները եւ հետո դրանք գալիս են ձեր մոտ նախաքննության, այս այն որ ասում են գլխից ի սկզբանե տալիս են գործարարին վճարել հարյուրավոր միլիոն դրամների տուգանքը, հետո ասում են կգնաս դատանում կբողոքարկես։ Հիմա ինչու նույնական չեն երևույթները եւ օրինակ հերրավոր Վարդենիսում ամանորին ընթառաջ, որ 50-100 միլիոն դրամ տուգանքի են ենթարկում որոշակի բիզնեսմենների հիմնականում խանութներին, ինչքանով են դրանք համաչափ ընդհանրապես։ Եվ շատ կարճ հարց նաև կալանքների մասով։ Դուք ասացիք, որ 16%-ով կալանքի միջնորդությունները նվազեցրել եք։ 16.4, շատ լավ։ 16.4%-ով, բայց այդտեղ ձեր տեղում նստած Արդարադատության նախարարը շարունակում է հնչեցնել ահազանգ առ այն, որ կալանքների թիվը շարունակում են լինել մտահոգիչ, քանի որ մեր երկրում դատապարտյալները ավելի քիչ են, քան կալանավորվածները։ Այսինքն ակնհայտորեն մարդկանց սկզբում կալանավորում եք, հետո մարդիկ կամ արդարացվում են, կամ դատական վախճան չի ունենում գործը, կամ որևէ այլ կերպով կալանքները փոխարինվում են այլ խափանման միջոցների։ Եվ քանի որ դուք կալանքների մասով շատ ակտիվ եք եւ կալանքի միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում, ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել, որ հուսամ, որ դուք դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Ամենայն հարգանքով խոսքի ազատություն եւ պատգամավորի կարգավիճակին բնորոշ ցանկացած բան ընդունել է, բայց խնդրում եմ, էլի, եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ-որ այլ քաղաքական ակցիա իրականացնել,
Սա լավագույն Նվեր եմ ձևաչափը տալիս, չի։ պարոն։ Լավագույն ձևաչափը չի։ Ես նվեր չեմ Նվերներն էլ մի վարքյան։ Նվերներն էլ պարոն Պողոսյան։ Կհայտարագրի, Նվերների շատ ցածր արժեքով նվերների նվեր, հայտարարագրման, Բայց դուք եք որոշում, կարող եք նվերների խնդրում, հայտարարագրման հետ կապված էլ մենք ունենք սահմանափակումներ։ Այո, շատ դրա համար շատ եմ, էժան նվեր եմ նախընտրել բերել, խնդրում եմ, որպեսզի խնդրում եմ։ Ան Վարդանյան, դուք Տիկին Թովմասյան, եք իմ գործունեությունը, նոր ասում եք ազգային Ես ժողովի բնականon բացարձակապես ձեր աշխատանքը մի խոչընդոտ Տիկին եք։ Թովմասյան։ Դե հիմա թողեք ես Ուրեմն ավարտեմ լսեք, խոսքը։ ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ընդ հարց որում, եւ ցանկացած պատասխան, այո։ կներեք, եթե շատ ավելի անկեղծ լինեմ, բյուջետային հայտի քննարկումն է։ Մենք այսօր շեղվում ենք մի པարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի տեղեկություն իմանա ամեն ինչի վերաբերյալ ինչ տեղի է ունենում այս շենքում, այս շենքից դուրս։ Բայց սա չի նշանակում, որ սա պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ, ինչ որ չգիտեմ, ֆլեշ մոբերի։ Սա ես թույլ չեմ տալ։ Դες որ խնդրում եմ այդ ձեռնարկատան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Պարոն Վարդանյան, ուրեմն Ես չեմ սահմանափակում ձեր խոսքի Դուք հիմա հարցը ամփոփեք եւ ահագին սահմանափակեցիք իմ խոսքի ազատությունը, թույլ տվեք, ես բայց արտահայտեմ, այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության մասին, որը ստանալով պետությունից ահռելի միջոցներ, ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որոնք հանրությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջնային մանդատ կրող падգամավորներ, բնականաբար պիտի բաում հնչեցնենք, եթե ոչ պարոն Պողոսյանին։ Տարվա մեջ մի անգամ ունենք հնարավորություն, մի քանի անգամ էլ կհնչեցնենք։ Եվ այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն ուղղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Բայց այդ մարդիկ ո՞նց էին ազատության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Պողոսյան։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ինչ վերաբերում է բուն հարցերին, դուք նշեցիք, որ իմ մոտ հմեկում հարցազրույցը լավ չի ստացում, իմ կարծիքով լրիվ հակառակն է, շատ լավ էլ ստացվում է, հակառակ պայմաններում այդ հմեկի հարցազրույցի հետ կապված sense ամիսներ շարունակ sense քննարկումներ տեղի չեր ունենա։ Նայած որ տեսանկյունից եք նայում այդ հարցազրույցին, բայց նշեցիք, որ այս հարցազրույցում Մերձավանի դեպքերի հետ կապված ես նշել եմ, որ գործը բացահայտված է։ Տիկին Թովմասյան, ու նշեցիք, որ չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ կաշկանդվածություն ունեմ։ Տիկին Թովմասյան, արձանագրենք, որ ընդհանրապես սպանության դեպքը, երբ որ կան կատարողներ, երբ որ ունենք մեղադրյալ ներգրաված անձինք, մեղադրյալ բուն կատարողների մասով եւ բնականաբար ունենք նաեւ օժանդակող։ Քննչական կոմիտեի նախագահը երբ որ հելնի ասի, որ օրինակ, չգիտեմ, ասի, որ օրինակ դեպքը բացահայտված չի։ Չբացված է։ Դա լուրջ է։ Լուրջ չի, չէ՞։ Այսինքն կատարողների մասով մենք դեպքը բացահայտել ենք։ Բայց դա չի նշանակում, չէ, մենք ես նշեմ նաեւ, որ մենք քանի որ մամուլում, հանրության մեջ մենք պարտավոր ենք տարբեր վարկածներ քննարկենք, այդ թվում նաև դա ընդհանրապես ցանկացած գործով է, ցանկացած հասարակ սպանության գործով մենք պարտավոր ենք ոչ միայն քննություն կատարենք կատարողների մասով, այլ ենթադրաբար այլ հանցակիցների մասով։ Ցանկացած գործով այդ վարկածը պետք է ստուգվի։ Բնականաբար մենք մյուս մասով այլ հանցակիցներ լինելու մասով քննություն կատարում ենք եւ որևիցե կաշկանդվածություն չունենք։ Ինչի պետք է կաշկանդվածություն ունենանք կամ ումից պետք է ունենանք այդ կաշկանդվածությունը։ Չէ, ինչի եք դուք տես տպավորություն ստեղծում։ Իմ մոտ մեկ անկեղծ, անես տպավորությունն է, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ Այսինքն դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է։ Իմ մոտ էս տպավորություն է։ Քանի որ դա հնարավորություն էր տալի, եթե չբացահայտված էր, այլ հարցեր շահարկել։ Հիմա վատ է, որ բացահայտվել է այս դեպքը։ Վատ,
Կատարողների մասով, լավ անդադ շեշտեմ, կատարողների մասով 2 անգամ կարամ շեշտեմ, 3 անգամ կատարողների մասով բացահայտվել է։ Հա, բացահայտվել է։ Ված չի, չէ, որ բացահայտվել է։ Հիմա հաջորդը Տիկին Թոմասյան, վստահ եղեք եւ մեր հանրությունն էլ պետք է վստահ լինի։ Մյուս մասով դուք նշում եք, որ մի կողմից ես այդ երկակի մոտեցումը չեմ կարում հասկանամ։ Մի կողմից նշում եք, որ կալանքի թիվը ինձ ինչ որ նվեր եք ուզում անեք, ձեռնաշղթաներ, ասում եք կալանքի թվերը շատ է, բայց մյուս կողմից ասում եք, երբ որ հարցը վերաբերվում է այ երկակի մոտեցման մասին է վկայում։ Երբ որ հարցը վերաբերվում է այն անձանց, որ ըստ էության ում հետ որ որոշակի, չգիտեմ, ինչ հարաբերությունների մեջ, օրինակ ասում եք Մհեր Ախտոյան, ինչի Մհեր Ախտոյանին կարգավիճակ չեք տվել, բայց ինչ ունեք, ինչ եք ներկայացնում որպես հակափաստարկ, ասում եք տարել ճանապարհել է։ Հա, տարել ճանապարհել է։ Դա բավարար է, որ լուրջ իրավաբանը անձին մեղադրյալ ներգրավի, այս ծանր, առանձնապես ծանր հանցագործության հոդվածով։ Սա լուրջ եք ասում։ Այսինքն, որ մեղադրյալ ներգրավենք, տանենք կալանքի, կարող է բրասլետի թիվը 2 հատ դառնա։ Չի լինում, չէ՞ տեսբան։ Չի լինում, դրա համար մենք համապատասխան հիմքերի եւ իրավապայմանների արկայության դեպքում են գնում անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Ձեր նշած անձանց մասով եւ այլ մենք քննություն կատարում ենք։ Վստահ եղեք։ Վստահ եղեք։ Այդ գործը իմ հսկողության տակ է գտնվում, ինքը քննվում է հատկապես կարևորագույն գլխավոր վարչությունում, ՀԿԳ քննության վարչությունում։ Բոլոր հարցերի պատասխանները կստանան մեր հանրությունը, եթե եղել է պատվիրատու, եթե եղել է, վստահ եղեք, որ բացահայտվելու է։ Եթե եղել է, մենք կներկայացնենք դախակնության ավարտի ժամանակ, թե ինչ գործողություններ են կատարել այդ մասով եւ դուք հաճելիորեն կզարմանաք։ Այն նշեցիք Տիկին Թոմասյան, որ գործարարներին ստիպում ենք, չէ՞, տենց ձևակերպում տվեցիք, բայց անիվով ոչ։ Տիկին Թոմասյան, ընդհանրապես պետությանը պատճառված վնասի վերականգնման տեսանկյունից մենք միասնական գործիքակազմ ենք կիրառում, դա առաջի հերթին պատճառված վնասի հնարավոր վերականգնումն ապահովելու նպատակով գույքի վրա արգելանք դնել, այս մեխանիզմը կիրառելի է բոլոր գործերին, այս գործն էլ բացառություն չի, այս մասով վստահ եղեք, տենց է։ Կալանքների թվի հետ կապված նշեցիք, ես արդեն հարցին պատասխանեցի, որ արդեն նվազում ունենք, բայց նշում եք, որ արդարացվածներ, դուք վիճակագրություն նայել եք արդարացվածների։ Դե որ վիճակագրություն նայեք, մենք շատ չնչին տոկոս է կազմում այն գործերի համեմատ, ինչքան մենք գործ ավարտում եւ ուղարկում ենք դատարան, շատ չնչին տոկոս է կազմում, դա նաեւ մեր աշխատանքի, դրական աշխատանքի վկայությունն է։